2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել քրեական նոր օրենսգիրքը, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սկսեցին գործել դրա իրավաբանական անձանց համար քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթները։ Թեև դրամական պատժամիջոցները հանցավոր մտադրություն ունեցող իրավաբանական անձանց համար պատժի հիմնական գործիքներն են, ժամանակի ընթացքում ի հայտ են եկել այլ միջոցներ ևս։ Ամենից հաճախ այդ միջոցները ներառում են կորպորատիվ իրավունքների տարբեր սահմանափակումներ։ Իրավաբանական անձիկ պատասխանատվության չէ ենթարկվում կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար, այսինքն նախատեսված չէ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը հենց կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար։ Քրեական օրենսգրքում որպես պատասխանատվության միջոց նախատեսված է գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը, որն իրենից ներկայացնում է տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու արգելք։ Եթե իրավաբանական անձը խուսափում է եւ շարունակում է զբաղվել արգելված գործունեության տեսակով, ապա ներգործության այդ միջոցը փոխարինվում է բացառիկ միջոցով, հարկատի լուծարմամբ։ Մեզ մոտ իհարկե կարգավորումները բավականին թերի եւ խնդրահարույց են այս տեսանկյունից գնումների մասին օրենքում նախատեսված միակ սահմանափակումը որպես այդպիսին, բայց նեղ առումով է, շատ տրված սահմանափակումը վերաբերվում է վերջին 5 տարվա, այսինքն հայտ ներկայացնելու պահից վերջին 5 տարվա ընթացքում դատապարտված իրավաբանական անձանց կամ նրանց ներկայացուցիչների կողմից գնումներին մասնակցելու սահմանափակմանը, ընդ որում այստեղ եթե մենք ցանկը նայում ենք այն ամբողջությամբ չի համապատասխանում քրեական օրենսգրքի հավելված 1-ին, որտեղ նախատեսված են կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, այլ շատ սահմանափակ է կաշառք տալ, ստանալ, կաշառքի միջնորդություն եւ տնտեսական այլ հանցագործություններ։ Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով քրեական օրենսգրքում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք ինստիտուտի գործողությունը կտարածեն նաեւ գնումների համակարգի վրա։ Փորձագետը գտնում է, որ պետք է դիտարկել նաեւ իրավաբանական անձանց կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավոր տարբերակը։ Առավել եւս, երբ Հայաստանում արդեն ներդրված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը, INREM ինստիտուտը եւ հնարավոր է նաեւ նույն պետական միջոցները, այսինքն հանրային ֆինանսները օգտագործվեն հենց ապօրինի ծագում ունեցող գույքի շրջանակներում դրա օգտագործման արդյունքում։ Նրա խոսքով այնպիսի կարգավորումներ պետք է նախատեսվեն, որ քրեական օրենսգրքով ներգրաված իրավաբանական անձանց հիմնադիրները հնարավորություն չունենան այլ կազմակերպություն հիմնադրել եւ դրա միջոցով մասնակցել պետական գնումներին։ Ընդ որում նաեւ այստեղ կարեւոր է հասկանալ, որ ելակետը չպետք է ընտրվի վերջնական դատական ակտ ունենալու հանգամանքը, որպես այդպեսին, այսինքն պետական գնումներին մասնակցելու սահմանափակումը չպետք է տարածվի միայն այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց մասնակցությամբ այս թվարկված քրեական գործերում կան վերջնական դատական ակտեր, այլ հակառակ այն իրավաբանական անձիկ, որոնք գտնվում են արդեն ներգրավված են քրեադատավարական process-ներում որպես մեղադրյալ կողմ, նրանք այդ պահից սկսած պետք է ունենան պետական գնումներին մասնակցելու սահմանափակում։ Իրավաբաննեթի հարցման մի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ինստիտուտի գործողությունից ավելի քան 2 տարի անց որևէ իրավաբանական անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, նման գործեր չեն հարուցվել։